Նրանտապանում հյուրընկալել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին, Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մեր զրույցը սկսենք Ադրբեջանի փոխվարչապետի Հայաստան այցից, Աղվերանում տեղի ունեցել փաստորեն պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը, նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ քննարկումներ են տեղի ունեցել առևտրատնտեսական համագործակցության զարգացման հետ կապված։ Դուք տեղեկատվության առումով ինչ հավելում կարող եք անել բացի արտգործնախարարության հաղորդագրությունը, այնտեղ նշվում էր նաև ձեռքբերված համաձայնությունների մասին, ինչ որ նախագծեր են հաստատվել, եւ նաև այս հանդիպումները մեզ հույս տալիս են այն առումով, որ սահմանազատման գործընթացը տեղից կշարժվի եւ մենք ինչ որ մի պահի իսկապես մեր օկուպացված տարածքների ազատագրում կունենանք։ Դուք հենց հաղորդագրությունից էլ պետք է ձեր ուզած հույսը ստանայիք, փաստն այն է, որ տեղի ունեցել հերթական հանդիպումը արդեն 13-րդ եւ այս սահմանազատման գործընթացի շարունակականության վերաբերյալ արձանագրումները նաեւ այդ հաղորդագրությունից կարող եք տեսնել։ Շատ կարեւոր է մեր առևտրատնտեսական համագործակցության այսպես ավելի խորացումը, որովհետև մենք փորձնական, գիտեք, նախորդիվ շրջանում միմյանց երկրներ, միմյանցից գնումներ, առևտուր արեցինք, բայց հիմա արդեն ավելի ինստիտուցիոնալ, այսպես ասած, հիմքի վրա է դրվում։ Եվ պոտենցիալը կա, հնարավորությունը կա, կամքը կա, եւ նաեւ հաղորդակցության վերջում կարող եք տեսնել, որ սա երկու երկրների ղեկավարների կամքի շնորհիվ է, որ իրագործվում է, այսինքն այդ կամքը երկուստեք արձանագրված է, ինչի հիման վրա էլ կա համագործակցությունը, իսկ տնտեսական փոխշահավետությունը, փոխկախվածությունը, սա լավագույն հիմքն է շարունակելու այն խաղաղությունը, որը ձեռք ենք բերել եւ խորացնելու։ Ես գիտեմ, որ հարցից հասցեատերը գուցե դուք չեք այդքան, որքան մեկ այլ ներկայացուցիչ կարող է լինել իշխանության, օրինակ մենք ինչ կարող ենք արտահանել կամ Ադրբեջանից արդեն կան ինչ որ ազդակներ, ինչի պահանջարկ ունեն, որովհետեւ դուք նշեցիք, որ մենք էլ ենք ինչ որ բան արտահանել, բայց ինչպես մամուլում պարզվեց, ընդամենը մենք տարանցիկ երկիր էինք, միջնորդ էինք եղել այդ բարթերի արտահանման առումով։ Կապ չունի ինչպիսի այստեղ ոչ թե իմաստը այն է, թե ինչ գնի սահմանում է եղել այդ համագործակցությունը, որպես տարանցիկ երկիր է ներգրաված եղել, թե ուղիղ երկիր, սա կապ չունի, ամենակարևորը այստեղ էականը այն է, որ այդ համագործակցությունը կա, գոյություն ունի ու ավելի զարգանում է։ Ինչ վերաբերում է ձեր հարցի մյուս մասին, հա, մենք արդյոք կա այդ ինչ պոտենցիալ ունի, հա, մենք ինչ կարող ենք ներկրել Հայաստանից Ադրբեջանը, ինչ կարող է ներկրել, ապա դեռևս գրեթե կես տարի առաջ էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել էին տնտեսական հնարավորություններով, ինչի պոտենցիալ ունենք եւ այդ դրա բերումով հիմա արդեն այո, ինչպես տեսնում եք, ավելի ինստիտուցիոնալ փուլ է մտել եւ նաեւ գոյություն ունի, ես մասնագետ չեմ, բայց այդ համընկնման ինդեքս տնտեսական երկու երկրների միջև վերլուծություն է, որը արվում է եւ մեր համընկնող ինդեքսը շատ փոքր է, այսինքն մեր հնարավորությունները տարբեր են եւ մենք միմյանցից կարող ենք առևտուր անել եւ չլինել միմյանց այլընտրանք այլ երկրների համար, հա, այսինքն մեր համագործակցությունը շատ ավելի էֆեկտիվ կլինի եւ չի վնասի մեկիս որևէ, հա, կողմի տնտեսական միջավայրը։ Տիկին Հակոբյան, կարելի ասել, որ հայ-ադրբեջանական շփումները լինելու են միայն այդ առևտրատնտեսական կապերի մասով, որովհետև տեսեք, Ստեփանակերտում քանդվում է մայր տաճարը, ավերվում է մայր տաճարը, Հայաստանը այս առումով իշխանությունների հասցեին քննադատություն կա, որ որևէ դատապարտող հայտարարություն չեղավ, մինչդեռ դրոշի այրումը արժանացավ Նիկոլ Փաշինյանի ուշադրությանը, ուզում եմ հարցնել, եթե վերածվում է հայկական հետքը, մենք բացի առևտրից այլ թեմաներով ուրեմն խոսելու, շփվելու հնարավորություն չունենք ադրբեջանցիների հետ, զուտ ժողովուրդների մակարդակով։ Մենք համեմատած 3, 5, 10 տարի առաջվա
ունենք հնարավորություն խոսելու ցանկացած թեմայի վերաբերյալ արդեն երկու երկրներով, ոչ թե միջնորդների հնարավորությամբ, այսինքն ժամանակին, որ մի խնդիր լինում էր, պետք էր զանգել օրինակ Մոսկվա, ասել այս հարցը սենց փոխանցեք, թե ինչպես կփոխանցվեր, դա արդեն մեր տիրապետության ներքո չէր, հա, այդ ընթացքը։ Հիմա մենք այդ հնարավորությունն ենք ուղիղ խոսելու եւ հասցեագրելու հարցերը։ Սա իհարկե ցավալի է հայ քրիստոնյա հասարակության համար եւ կարող ենք սա նաեւ կոմունիկացնել, սրա մասին չի խոսքը, բայց այ դուք ասում եք ինչ միայն տնտեսական է համագործակցությունը, այսինքն միայն առևտուր կարող ենք իդեպ առևտուրը շատ էական է եւ մեծ տոկոսն է հենց շփումների, բայց մենք ունենք դիվանագիտական շփումներ արդեն, մենք ունենք տարբեր հարթակներում, օրինակ հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաները տարբեր շրջանակներում օրինակ երկուստեք հանդիպումներ են ունենում եւ այլն եւ այլն։ Մենք նաև քաղ հասարակություններն են շփվում, տարբեր մասնագիտական խմբեր, լրագրողներ, այսինքն այդ շփումները կան եւ դա նաև նախատեսված է հանձնառությունը խաղաղության համաձայնագրով, որովհետեւ այնտեղ էլ կետ կա, որով այդ շփումները պետք է զարգացնել եւ մենք ոնց որ դրա իրագործման ճանապարհին ենք եւ լայնացնել նաև տարբեր շփումները, հա, աշխարհագրությունը լայնացնել։ Այնպես որ նաև այդ ցավալի հարցերը մենք կարողանում ենք արդեն ուղիղ խոսել եւ հասցեագրել։ Չէ, ես երկարաժամկետ հեռանկարի հետ կապված էր իմ հարցը, ուզում էի պատկերացնել, ենթադրենք Հայաստանը եւ հայ եւ ադրբեջանցի շարքային քաղաքացիները, իրենք հայերը փաստորեն հույս չունենան, որ կարող են մշակութային ինչ-որ այցեր կազմակերպել այն վայրեր, որտեղ ժամանակին ապրել են, ունեցել են հայկական եկեղեցի կա, օրինակ Բաքվի կենտրոնում։ Այսինքն ասել, որ որևէ ցավալի միջադեպը հաշվի առնելով այլևս հնարավոր չէ, բայց մենք պետք է հասկանանք, որ մենք ունենք արյունալի մի քանի տասնամյակ միմյանց միջև, այսինքն մեր քաղաքացիներն են զոհվել, իրենց քաղաքացիներն են զոհվել այդ պատերազմների արդյունքում եւ անգամ այն ոչ ակտիվ պատերազմական շրջանում, էլի գիտեք ամենօրյա գրաֆիկով կային սահմանին միջադեպեր, որի արդյունքում հայ կամ ադրբեջանցի զինվոր էր զոհվում կամ վիրավորվում։ Այսինքն այս պատմությունները եւ այն թշնամանքը, որը սերմանվել է հասարակության մեջ, հասկանալի պատճառներով, հա, օրինակ երեխաները կարող են ասել մեծանալու եմ զինվոր դառնամ, հա, սպանեմ եւ այլն, հասկանալի պատճառներով։ Հիմա մի օրում չի կարող տենց ինչ-որ մի հրաշքով այդ ամեն ինչը վերանալ, պետք է երկարատև աշխատանք կատարել, որոշակի ժամանակ անցնի, կամաց շփումները վերականգնվեն եւ փորձենք խաղ գոյատևել։ Դրա համար հիմքերը գծված են, դրա համար ամեն ինչ անում ենք, չնայած քննադատության գնով եւ թիրախավորման գնով իշխանություն, բայց անում ենք մենք, որովհետեւ նպատակը շատ բարի է եւ կարեւոր է եւ դա երաշխավորելու է մեր բոլոր հասարակության անդամների ապրելը, զարգանալը, չզոհվելը։ Իսկ դրոշի դատապարտումը, այրման դատապարտումը եւ մարտաճարի քանդման չդատապարտելը, սա ինչպես կմեկնաբանեք։ Սա ամենասուր քննադատության բազմիցս քննադատվել է եկեղեցու հետ կապված միջադեպը, վարչապետը եւս արձագանքել է, մեր տարբեր պաշտոնյաներ, իմ չգիտեմ արդեն որերորդ մեկնաբանումն է եւ քիչ առաջ էլ ես փորձեցի մեկնաբանել նաեւ այդ հարցը, իսկ ինչ վերաբերում է դրոշին, ապա հետո նաև դուք տարբեր ադրբեջանցի ակտիվիստների հրապարակումներ կարող եք տեսածնել, որ դրոշ այրելու պատասխանը ձեզ լինելու է օրինակ այսինչ բանի քանդումը կամ չգիտեմ, հա, եւ այս գայուն փուլում պետք չէ գրգռել։ Դուք կարող եք արձագանքել ինձ եւ ասել, բա ինչու է Ադրբեջանը գրգռում ուրեմն այս զգացմունքները մարդկանց, ես կասեմ, հա, միգուցե մենք ավելի խաղաղասեր ենք, վստահ եմ, որ մենք ավելի շատ ենք ուզում խաղաղություն եւ ոչ մեկ չէր ասել, որ հեշտ է լինելու հասնելու այն ամբողջական խաղաղությանը, մեր պատկերացրած խաղաղությանը, որը այսօր օրինակ ունենք Վրաստանի Հանրապետության հետ, բայց դրա համար պետք է այս դժվարին փուլերը հաղթահարելով գնանք առաջ, որպեսզի մի օր ունենանք, որովհետեւ պատմական շրջանում որ նայում ես, մենք, չգիտեմ,
հարևանների հետ, ասենք Պարսկաստանի հետ ժամանակին չենք ունեցել պատերազմական իրադրություն, չեն զոհվել հայեր, զոհվել են, բայց պետքա խնդիրները մի կողմ դնել եւ հարաբերություններ կարգավորել եւ խոսել երկու երկրներով, որպեսզի միակ միջոցը չլինի կրակոցն ու զոհը։ Շատ է քննարկում նաև կենսաչափական նոր անձնագրերի տեսքն ու բովանդակությունը։ Ես մի գրառում տեսա, մի քննադատություն, ասում են հայի ինքնության խորհրդանիշ Արարատի դեմ պատմության ընթացքում կռվել են երկու կառավարիչներ, մեկը Սուլթան Աբդուլ Համիդ II-ը 19-րդ դարում, երբ արգելեց Օսմանյան կայսրությունն ու միշատակել Արարատ լեռը, եւ 21-րդ դարում Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը նոր անձնագրերով ավելին Հայաստանը այլևս չի համարվելու այն գրողի հովանավորը եւ ասում են ինչպես փախստականները դեպքում, այնպես էլ մեր դեպքում նոր անձնագրերը ընդամենը անձը հաստատող փաստաթուղթ են եւ ճամփորդելու իրավունքի հաստատում։ Հիմա սրա մասով ինչ կարող եք ասել, որը իսկապես կհանգստացնի այդ հասարակական, հանրային, անհատական հույզերն ու էմոցիաները։ Նախ անհատական հույզերը պետք չի չեղած թեմայի վրա բորբոքել, որ հետո էլ մենք պարտավորված լինենք դրանք հանգստացնել։ Եվ ես ասեմ ավելին, մեր հասարակությունը արդեն շատ պատրաստված է իմունիտետը ձեռք բերել տարբեր այդ գրգռումների, հիբրիդային տարբեր գրողների դեմ, որը պարբերաբար տարբեր թեմաներով լինում է հասարակության վրա։ Ես արդեն հոգնել եմ այդ Արարատը դուք հանում եք, մեր ինքնությունը ջնջում եք, ցավում եմ այն մարդկանց համար, ում ինքնությունը Արարատի գծապատկերն է։ Ես ցավում եմ այդ մարդկանց ինքնության ու արժեքների համար։ Արարատը մեր ինքնության մաս է, շատ լավ։ Մեր Երևանից շատ գեղեցիկ բացվում է Արարատի տեսարանը, շատ լավ։ Պատմական, հա, Նոյը, Տապանը այնտեղ իջավ եւ կյանքը սկսվեց եւ այլն եւ այլն։ Բայց դա որքանով կապ ունի Հայաստանի Հանրապետության հետ, մեր հանրապետության հետ, որքանով կապ ունի այլ երկրում, հարևան երկրում տեղակայված գտնվող սարը, որքանով պետականության, մեր պետության հետ որքանով կապ ունի։ Շատ լավ, ինքնության մաս է։ Հիմա եկեք մենք գնանք մեր ինքնություն, գնանք բանը, չգիտեմ, ծովիստով Հայաստանը պահանջենք, ասենք դա եղել մեր ինքնությունը։ Ոնց։ Հիմա խոսում ենք նոր Իրանի Իսլամական Հանրապետության մասին։ Այդ ինքնության մաս չի Պարսկահայք նահանգը, բա մերը չէր։ Հիմա Իրանի Իսլամական Հանրապետությունում է։ Բա եկեք գնանք, զինվենք, հետ բերենք, դա դնենք մեր բաների, պետական խորհրդանիշների վրա։ Դուք գիտեք մեր որդեգրած քաղաքականությունը։ Սա որևէ սանտիմետր հավակնություն չունենալն է մեր սուվերեն տարածքներից ավել, որևէ կողմ, հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք։ Եվ սա լեգիտիմության մասին է խոսում, որը ամենամեծ երաշխիքն է անվտանգության ու խաղաղության։ Եթե դու գործում ես լեգիտիմության շրջանակում, չի կարող որևէ զորք կուտակվել քո սահմանից այն կողմ, որ մի հատ էլ երաշխավոր լինի, ինչպես ընդդիմությունն է ուզում, եւ զանգի եւ կանգնացնի արհավիրքը, հա։ Եկեք ապրենք, արարենք այնքան, որքանն մերն է, չունենանք որևէ հավակնություն, որևէ կլինի սիմվոլ, կլինի տարածք, կլինի Ղարաբաղը, կլինի Արևմտյան Հայաստանը, անին, չգիտեմ։ Եկեք չունենանք այդ հավակնությունը, որովհետև դա ուղիղ պատերազմ է։ Ականջահաճո է։ Մենք ավելի մեծ լինենք։ Շատ ականջահաճո է։ Ինչ որ մեկը կարող է չուզենա ավելի մեծ լինել։ Բայց ունես այն ինչ ունես։ Հիմա տուն Յուրանքանչյուրս ունենք մեր սեփականության վկայականով բնակարան, սեփական տուն, հողամաս, այնքան ունենք, որքանը որ մերն է։ Հիմա չենք ուզի այն հարևանի հողն էլ մերը լիներ, այն հարևանի տունն էլ, որ կպցնենք մեր տանը, պատկերացնում եք ինչ հարմար կլինի տեղ ապրելը։ Բայց դա ինչ գնով ես անելու։ Ծեծես, սպանես, բանը զավթը, ինչ ձևով ես անելու։ Եթե թղթով հարևանի տունը իր անունով է, քո տունը քո անունով է, ո՞նց ես անելու դա։ Հիմա մեծ, ավելի մեծ պետություն ունենալը բոլոր երկրներն ուզում են։ Այդ որ մի երկիրը չի ուզում։ Բայց մեզ բավական է, հերիք է մեր գոյություն ունեցող երկիրը, պետությունը իր սահմաններով։ Եվ ձեզ ասեմ ավելին, որևէ պետության սահմանների լայնքը, երկարությունը, մեծությունը ուղղակի համեմատական չէ այդ երկրում ապրող հասարակության երջանկության հետ, այդ պետության հզորության հետ, տնտեսական աճի հետ, բարե ավելի կարգ ապրելու հետ եւ այլն եւ այլն։ Այսօր շատ մեծ պետություն կա, չէ՞ օրինակ, մեր ռազմավարական գործընկեր Դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը, որտեղից բազմաթիվ քաղաքացիներ արտագաղթել են Հայաստան, որպեսզի ավելի
երջանիկ ապրեն։ Ասեմ ավելին, շատ քաղաքացիներ Հայաստանից շեշտակի փոքր օրինակ Լյուքսեմբուրգ են արտագաղթել, որտեղ այնտեղ ավելի երջանիկ, ավելի ապահով, ավելի լավ են ապրում, օրինակ եմ ասում։ Այսինքն պետության սահմանները, քառակուսի մետրերը երջանկության մասին չեն։ Այսօր Հայաստանը ունի բազմաթիվ ուրեմն ամայի տարածքներ եւ նես չէ, որ մեր բնակչությունը այնքան է մեծացել, մի հատ էլ ասում ենք մի քիչ հող զավթենք, որ մեր քաղաքացիները տեղ անեն այդ երկրի վրա, մեր երկրի վրա։ Տիկին Հակոբյան, Հիմա դա ինչ է ուզում, բայց միտքս այն էր, որ հիմա բերել ու այդ ծավալապաշտական բաները բերել մտցնել մեր պետական սիմվոլների, անձնագրի, փաստաթղթերի մեջ։ Իմաստը որն է։ Մենք այս խոսակցությունը նաև ունեցել ենք այդ սահմանային կնիքի վրայից Արարատի գծապատկերը հանելու խոսակցության ժամանակ։ Եվ սա նորից կրկնություն է, որը վստահ եմ հոգնեցնում է մեր քաղաքացիներին։ Պետք է ընդունել մենք մեր երկրում ունենք Արարատ սար, չունենք։ Վերջ, դա Թուրքիայի Հանրապետության սար է, շատ գեղեցիկ է նայվում։ Վստահ եմ բոլորի տներում, որ ման կան, եթե անգամ տեսանելի չափ Արարատի նկար կգտնեն, բոլորը սիրում են գեղեցիկ սարը, այդքան բան։ Պետք չի բերել մտցնել մեր սիմվոլների վրա ու պետք չի քո ազգային ինքնությունը կապել նման բաների հետ։ Մենք ավելի կարևոր բաներ ունենք ինքնության մաս կազմող, որը չենք պահում։ Շատ բաներ ունենք։ Սկսած լեզվից, միջև երբ վանից է, ասենք մեր ինքնության մաս, օրինակ գողանալը, թալանելը, բանը, կաշառելը, դա մեր ինքնության մաս է։ Այսօր համատարած ամեն օր լսում ես հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունն ու ապացույցները, թե ինչպես են մեր քաղաքացիներին առնում։ Սա է մեր ինքնության մասը, հա։ Սրա մասին է մեր ժողովուրդը։ Գողոնները ամեն օր լսում ենք, թե ինչպես է այս ինչ պաշտոնյան ժամանակին այսքան ապօրինի գույք կուտակել։ Եվ դա հենց այն մի փոքր մասն է, որը հնարավոր է եղել ցույց տալու, հայտնաբերելու եւ ապացուցելու, որ տևական ժամանակ ապրել ենք այդպիսի իրականությունում։ Բայց հիմա դա մեր ինքնության մաս է, այսինքն մենք դա պետք է պահպանենք, դա լավագույն բանն է։ Ավելի լավ sense բաների մասին մտածենք, ոչ թե այ եթե մեր կնիքի վրա այրևս Արարատի գծապատկերը չկա, վերջ, եթե մեր անձնագրի մեջ, որ թերթում ենք, հանկարծ Արարատի պատկեր չգտնենք, վերջ, մենք կորած ենք, մեր ինքնությունը կորած է, հեսա բան ենք, ձուլվում ենք այլ ազգերի։ Հիշողությունը ջնջված է եւ այլն։ Տիկին Հակոբյան, գործող իշխանությունը այս գիտակցմանը եկավ սեփական սխալները վերագնահատելուց, վերաիմաստավորելուց հետո, թե ամեն դեպքում այն պնդումները, որ Նիկոլ Փաշինյանը ենթարկվում է թուրք-ադրբեջանական ճնշումներին կամ նախապայմաններին, դրանով է գլխավորապես պայմանավորված քաղաքականությունը։ Մի հիբրիդի արդյունք էլ այդ արտահայտությունն է, որը օրինակ դուք կրկնեցիք, հա, եւ վստահաբար ընդդիմության թեզերը հաշվի առնելով, եւ մեր հասարակության մեջ ցած մցրել են թուրք-ադրբեջանական պահանջների կատարում, զիջումներ։ Ես որ հակադարձում եմ, հենց մի հատ զիջման օրինակ ասեք, լավ։ Մի հատ օրինակ ասեք, որը զիջում է։ Չեն կարող որևէ ռացիոնալ օրինակ ասել, որը զիջում է։ Դա ուղղակի արտահայտություն, որը մտածում են, որ 100 անգամ ասեն, մարդկանց ուղեղի մեջ կմտնի եւ միգուցե որոշ մարդկանց ուղեղի մեջ մտնի։ Բայց գիտակցում ունեցող մարդը վերլուծում է եւ հասկանում է դա ինչ պահանջ է։ Ինչ պահանջ է։ Իսկ ինչ վերաբերում է նրան մենք եկանք այս գիտակցման ինչի արդյունքում։ Իրականում մենք եկանք մեր այս գիտակցման այն սառը ցնցուղի արդյունքում, երբ որ օրինակ Հայաստանի սահմանները չպաշտպանվեց մեր անվտանգության այդ գործիքակազմը, որը ունեինք, ՀԱՊԿ-ի մասին եմ խոսում։ Մենք մեր այո որոշ սխալների արդյունքում նաև իրողությունների արդյունքում եկանք այդ գիտակցման, որովհետև այն աստիճաներ ծայրահեղ ամեն ինչ եւ այդ վիճակը մենք ժառանգել ենք 18 թվականին, որովհետև եթե հետ են գնում Սերժ Սարգսյանի ելույթն ենք հիշում ազգային ժողովի ամբիոնից, ապրիլին հստակ ասում էր, որ պատերազմը անխուսափելի է, Ադրբեջանը բանակցությունները փակուղում են, վերջ։ Այսինքն մենք այն իրավիճակն ենք ժառանգել, որը արդեն Ղարաբաղից դուրս էր եկել, Ղարաբաղը արդեն քննարկման թեմա էլ չէր այդ շրջանում։ Դուրս էր եկել ամեն ինչ ու մոտեցել էր Հայաստանի սահմաններին արդեն։ Եվ որոշում կայացնելու անհրաժեշտություն կար, պահում ենք Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը, թե ռիսկի ենք գնում ու կորցնում ենք ամեն ինչ, որովհետև ռիսկի գործոնը շատ-շատ մեծ էր, այսինքն չկար շանս 1% գոնե
հաղթահարելու այլ կերպ այդ իրավիճակը, հա, օրինակ Ղարաբաղի հարցը պահելով օրակարգում ասելով, որ մենք Ղարաբաղյան շարժումը շարունակում ենք, մեր անկախության հռչակագրի իղձ նպատակները իրականացնելու ենք ու պահենք Հայաստանի Հանրապետության պետականությունը։ Այն դեպքում, երբ որ այդ որոշ հաջողություններ, հա, օրինակ 90-ականների պատերազմից հետո որոշ հաջողություններ մսխվել էր եւ բերվել էր, հասցվել էր այն իրավիճակին, որ վերջ փակուղում է եւ պատերազմն անխուսափելի է։ Այս իրավիճակում գնալ հետ ու ասել մենք այն 93 թվականի իրողություններից ենք սկսում, 94, հա, ուղիղ Հայաստանը մատաղ անել էր, որի անհրաժեշտությունն ու ցանկությունն ունեին այն ուժերը, որոնք ստիպում էին Հայաստանին ներքաշվել պատերազմի մեջ, զորք ուղարկել Ղարաբաղ, հարձակվել, չգիտեմ ինչ անել ադրբեջանցիների վրա։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան, այս պահին մեր եթերում գովազդ հայտարարենք, կվերադառնանք եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան,
Նոյան Տապան հրատարակչություն։ Շարվածքից մինչև տպագրում։ Զանգահարեք, գրեք, այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան Տապանում։ Նոյան Տապանի եթերում հրատապ հարցեր հաղորդաշարն է, հիշեցնեմ, որ զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, դուք ձեր խոսքում անդրադարձաք ներքաղաքական իրավիճակին մասամբ եւ մասնավորապես այդ կաշառքների դեպքերը, որոնց մասին մենք գրեթե ամենօրյա ռեժիմով լսում ենք, ձայնագրություններ են հրապարակվում։ Տիկին Հակոբյան, դուք ասացիք, արդյոք սա մեր ինքնության մաս է։ Այստեղ միայն մեղադրել բաժանողներին, թե նաև այն հանրությանը, որը ապրում է Հայաստանում, ունի թոշակների բարձրացում, ունի առողջության ապահովագրություն, այսինքն այն իրավիճակը չէ, որը ունեինք նախկինում եւ կարելի էր բացատրել, որ այո, մարդկանց այդ շարժառիթը շնից մի մաս պոկել ընտրությունների շեմին գուցե ունի արդարացի բացատրություն։ Ես նախ գիտեմ շատ նաև հայրենակիցների, որոնք այդ ողորմությունը շպրտում են իրենց երեսին, որովհետև գիտակցում են, որ այսօր տված 5, 10, 20, 50 հազար դրամը վաղը իրենց քթերից է գալու, որովհետև նրանք բիզնեսմեններ են եւ այդ կաշառքը, գիտեք ինչ է, դա ներդրում է բիզնեսի մեջ, իրանք մեծ գումարներ են ներդրում, որովհետեւ հետո դա ավելի մեծ չափով կարողանան հետ ստանալ, հա։ Դե հասկանալի է, իրենք ունեն իրենց լիքը թալանելու բան կա արդեն Հայաստանում, լիքը ներդրում արված Հայաստանի վրա եւ ասում են գանք, բան անենք, էլի օգուտներ քաղենք։ Որտեւ այն հեռանկարը, որը կա Հայաստանի համար, թրիփի գործարկումից, ապա շրջափակումից բխող, նրանք հասկանում են, որ այսօր միլիոններ կծախսեն, վաղը միլիարդներ հետ կբերեն, քաղաքացու վճարած հարկերից գոյացած նաև միլիարդները հետ կբերեն։ Դրա համար շատերը շպրտում են իրենց երեսին։ Սա գիտակցելով եւ արժանապատվությունը հաշվի առնելով։ Շատ քաղաքացիներ միգուցե ունեն գումարի կարիք եւ գնում են այդ ռիսկին, բայց ես ուզում եմ մեր քաղաքացիներին նշեմ, որ այդ կաշառքը վերցնելով, այդ մի քանի հազար դրամը վերցնելով, կարող է մինչև 33 թիվը մնան բանտում։ Սա պետք է գիտակցեն, այս ռիսկը պետք է գիտակցեն, նոր գնան այդ քայլին։ Ես չեմ ուզում մեն որևէ քաղաքացի դրա կարիքը ունի, չունի, հանկարծ կուլ գնա եւ թեկուզ չիմացության արդյունքում գնա եւ իր կյանքի մի քանի տարին անցկացնի բանտում, որտեղ ընտրակաշառք է վերցրել։ Որտեղ ընտրակաշառք բաժանողները սրբապիղծ են։ Ամենավատ բանն են անում, առնում են քաղաքացու արժանապատվությունը, ձայնը, ապագան։ Սա բաների մասին է, մեր ընդդիմադիր ուժեղ տղերքի մասին, որոնք ուժեղ ընտրակաշառք են բաժանում, շալվար են բաժանում, տելևիզոր են բաժանում, դա նկարագրում են իբր իրանք, չգիտեմ, ծնունդի նվերներ են անում։ Հետո ասում են, բա, Կանդասը հերոս է։ Հերոսին, տեսեք այս բաներին, թրքահպատակ, թուրքի ադրբեջանցու երազանքը կատարող իշխանությանը նայեք, Կանդասին հանդգնել են իր ենթադրյալ հանցագործության համար կալանավորել։ Կամ ասում են, հələ այս սրբապիղծ իշխանությանը նայեք, կնոջն են ձերբակալում, որը նոր է ծննդաբերել։ Այսինքն այս մարդիկ լինելով հերոս, լինելով կերակրող մայր, լինելով, չգիտեմ, հոգևորական, հաշվի չեն առնում իրենց կարգավիճակը եւ իրենց թույլ են տալիս նման բան, հետո գալիս են ասում են, բայց նայեք, կնոջ են ձերբակալում։ Այդ կինը թող իր երեխայի մասին մտածի, այդ հոգևորականը թող իր Աստվածաշնչի, խաչի, Աստծո մասին մտածի տենց բան անելուց առաջ, կամ հերոսը, ինչքան բարձր է հնչում, չէ, հերոս։ Բայց սրանց միջի այդ հերոսներին այնքան ենք տեսելու ջրի երես են դուրս եկել, որ արդեն են իրական հերոսները եւ ամաչում են, որ իրանք են հերոս կոչվում, սրանք են հերոս կոչվում։ Դրա համար նախ այս մարդիկ պետք է, որը օրենքի բոլորը օրենքի առաջ հավասար են, կլինի պաշտոնյա, կլինի հերոս, կլինի հղի, կլինի բան նոր կսկով կերակրող մայր, կլինի ինչ ուզում է լինի, բոլորը հավասար են։ Եթե այդ ուժեղ տղեկը այդքան ուժեղ են, թող կանանց հերոսների ու հոգևորականների հետևում չթաքնվեն, թող ուզում են իրենց առաջի համար իրենց պատկերացրած վարչապետը տղամարդն է այդ, թող այդ տղամարդը Նարեկ Կարապետյանը դուրս գա, ինքն էլ բաժանի այդ ընտրակաշառքը, ինքն էլ այդ զանգերն անի, ինչի չի անում։ Բայց ինչի են դեմ տալիս են կանանց, որոնք խոցելի են,
եւ որոնց եթե sense գործեր հարուցվի բռնվեն, կկարանան աղաղակեն եւ ասեն տեսեք ինչ են անում եւ ճնշում գործադրեն։ Թոշակների բարձրացումը ինքնին համարում են պետական մակարդակով արված կաշառք, նախընտրական կաշառք։ Ինչու թոշակները չբարձրացրեցիք ավելի վաղ կամ ինչու չսպասեցիք ընտրություններից հետո ավելի վաղ բարձրացրել ենք։ Մենք 18 թվականին եւ որ եկանք իշխանության 16000 դրամ էր կենսաթոշակը նվազագույն 16000 դրամ։ Տարբեր ընթացքներում այս թոշակը բարձրացվել է եւ վերջին բարձրացումից առաջ 36000 դրամ էր դարձել, այսինքն մոտ 60-70%-ով արդեն բարձրացվել էր։ Հիմա արդեն դարձել է նվազագույնը, սա մինիմալն է, այն որ ոչ մի օր մարդը չի աշխատել, ամենակիչ թոշակն է ստանում 46000 դրամ է այսօր։ Գումարած արդեն իր ստաժը հաշվի առնելով, իր տարբեր հանգամանքներ հաշվի առնելով։ Եթե սա ընտրակաշառք է, ապա եկեք դրանց ընդունենք ու հասկանանք, որ նախորդի որքան անգամ բարձրացվել է դա ընտրակաշառք է եւ նաեւ ընդունենք տենց բան ասողները, թող ընդունեն, որ մեր քաղաքացին արժանի չի, որ ունենա մեր թոշակառուն ավելի արժանապատիվ թոշակ, իրեն ապահովող թոշակ, որ մինիմալ զամբյուղից կարողանա օգտվել, կարողանա իր համար մածուն գնել, կաթ գնել, ձու գնել, ալյուր, շաքարավազ։ Թանկացումների ֆոնին ամեն դեպքում 46000 դրամն էլ բավարար չէ։ Թանկացումների ֆոնը հաշվի առնելով է հաշվարկած եւ մինիմալ սպառողական զամբյուղն այսօր ավելի փոքր է, քան մինիմալ կենսաթոշակը Հայաստանի Հանրապետություն։ Բացի դա, նաեւ մենք գիտենք, որ մինչեւ 10000 դրամ այդ նույն կենսաթոշակառուն կարող է անկախի գնումներ կատարել ու ամսվա վերջում հետ վճարով ստանալ մինչեւ 10000 դրամ էլ իր թոշակը կարողանա բարձրացնել։ Սա է էականը, բայց քանի որ այդ նույն ընդդիմադիր կարկառուն դեմքերը, այդ թվում վարչապետ թեկնածուները կանգնում ասում են, որ բան է թուլափայ է թոշակը, վերջերս Ռոբերտ Քոչյանն ասեց։ Ես հասկանում եմ, թե իրենք ինչի են մնացած մեկնաբանություններն անում։ Դրա համար էլ երևի ժամանակին այդ թուլափայը իրենց կոչած չէին տալիս, որտեվ համարում են առանց այդ թուլափայի այդ մեր տատիկ պապիկները միձև յոլա կգնան։ Եվ ցավոք չկա վիճակագրություն, թե այդ իրենց չտված թուլափայից ներողություն է սա էլի արտադրության համար։ Բան են արել, չկա վիճակագրություն, արդյոք քանի տատիկ պապիկ է սովից կամ ցրտից մահացել, որովհետև այդ մի քանի կոպեկը ամիսներով չէին տալիս։ Եվ ամփոփենք մեր հարցազրույցը Տիկին Հակոբյանի իշխանությունները, արևմուտքին հարող շրջանակները անհամբերությամբ սպասում են Հայաստանում անցկացվելիք այդ Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին, սա իսկապես կարևոր իրադարձություն է միջազգային մասշտաբի, 50 եւ ավելի երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ են լինելու, բայց միևնույն ժամանակ մենք մամուլից տեղեկանում ենք, որ նոր հանգամանքների հայտ գալով պայմանավորված Ռուսաստանում սահմանափակել են, արգելել են ջերմուկի վաճառքը։ Հիմա շատերն են սա համարում քաղաքական ենթատեքստ կրող գործողություն կոնկրետ Հայաստանի դեմ, կապել այս երկու իրադարձությունները, այսինքն արևմուտքի հետ ինչքան մեր հարաբերությունները այլ մակարդակի լինեն, մենք ավելի շատ ռիսկերի կբախվենք եւ որպես իշխանության ներկայացուցիչ ինչ կարող եք ասել Ռուսաստանում ապրող հայերին, որոնք այո, գուցե նոր սահմանափակումներ ի հայտ կան եւ իրենք կանգնեն խնդիրների առաջ։ Ինչ վերաբերում է Եվրոպային, մեկ ընդդիմությունն ասում է, այդ Եվրոպայի համար միևնույնն է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը, անգամ չեն նկատում Հայաստանի Հանրապետությանը, հաջորդ պահին պատտվում ասում են այնքան է սիրում Եվրոպան Նիկոլ Փաշինյանին, որ գալու է եւ աջակցելու է դրանով այս քաղաքական ժողովը նկատի ունենալով առաջիկայում նախատեսվող։ Այսինքն այստեղ թող մի հատ իրենք կողմնորոշվեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության թշնամին է, որպեսզի տնտեսական պատերազմ վարի Հայաստանի Հանրապետության դեմ։ Ես հուսով եմ ու վստահ եմ, որ բոլոր այդ տնտեսական խնդիրները, որոնք տարբեր շրջաններում լինում են էլի, այսինքն սա առաջի դեպքը չէ, մենք կկարողանանք երկուստեք հարթել խոսակցությունների միջոցով։ Մենք որովհետև ես բացարձակ չեմ մտածում, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության բանն է, թշնամին է։ Ես այդպես չեմ կարծում։ Այսինքն խնդիրներ են, որոնք կհարթվի, իհարկե կարող են ենթատեքստ տեսնել նույն արձագանքի, հա, նաև որոշ ռուս պաշտոնյաների խոսակցությունները հաշվի առնելով նախորդիվ, բայց վստահ եմ, որ այդ խնդիրները կհարթվեն։ Մեր հայերին Ռուսաստանի
Ռուսաստանում ապրող, ես գիտեմ, որ ընդհանուր քաղաքականությունը շատ է խստացել Ռուսաստանի Դաշնությունում, սա լսել եմ մեր հայրենակիցներից, որոնք եկել են եւ Հայաստանի Հանրապետություն են վերադարձել ապրելու Հայաստանի Հանրապետությունում, գործունեություն ծավալելու, բիզնեսն են տեղափոխել Հայաստանի Հանրապետություն եւ ես ուրախ եմ մեր հայրենակիցների վերադարձի համար։ Ես իրենցից լսել եմ, որ խստացվել են պայմանները եւ պետք չէ սա կապել միայն Հայաստանի հետ, որովհետեւ ոչ թե այնտեղ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար է ամեն ինչ վատ կամ ավելի բարդ, այլ ընդհանուր բոլորի համար է խնդիր, հաշվի առնելով երևի երկարատև պատերազմը։ Եվ ես մեր քաղաքացիներին հորդորում եմ նաև դիտարկել իրենց հայրենիքում Հայաստանի Հանրապետությունում ապրելու եւ արարելու հնարավորությունը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը խաղաղ երկիր է, ժողովրդավար երկիր է, դռները միշտ բաց է իր հայրենակիցների համար, թե հայրենակիցների, թե քաղաքացիների, որոնք նաև երկքաղաքացի են, եւ այստեղ ազատ ժողովրդավար տնտեսական ազատությունը ամեն ինչը շատ լավ է եւ կարող են գալ ու շարունակեն իրենց հայրենիքում արարել, ապրել, եթե խնդիրներ ունեն, նրանք ազատ են ընտրելու որտեղ ապրեն։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։